Եվ հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը եւ ինչու է դա կարեւոր։ Ինչու պետք է պետական պաշտոնյան պատասխանատու լինի իր ասված ամեն խոսքի համար եւ ճշմարիտ է փոխանցի, որովհետեւ սուտ դարձած խոսքը ստվեր է գցում մնացած բոլոր այն հայտարարությունների վրա, որ հնչում է։ Տեսեք, նա ասում է, որ եթե մենք չտայինք պետական աշխատողների աշխատավարձները, իսկ պետական աշխատողների թիվը գիտեք ինչքան է, 220,168 կամ համարենք կլորացված թվեր, ես կասեմ, 220,000-ը։ Այդքան մարդ եթե չստանար աշխատավարձ, իսկ աշխատավարձը գիտեք ինչքան է, միջին աշխատավարձով են չափում, հա? 213,000 դրամ է միջին աշխատավարձը, այսինքն 213,000 անգամ 220,000 ստանում եք թիվ, որոշակի թիվ։ Այդ թիվը կազմում է ավելի քան 46 միլիարդ, մոտ 47 միլիարդ դրամ։ Եթե 47 միլիարդ դրամը պետական ծառայողների ընդհանուր աշխատավարձն է, այդ գումարը բաժանում են կենսաթոշակառուների թվի վրա, իսկ դրանց թիվը 498,000, համարյա կես միլիոն է կենսաթոշակառուների թիվը Հայաստանում, ապա ստանում ենք 95,000 դրամ թոշակ։ Այսինքն 1400 դրամնոր, 95,000 դրամնոր։ Ես օրինակ կարող եմ ենթադրել, մարդը կարող է շփոթվել է, այլ բան է նկատի ունեցել, կարող է նկատի ունեցել տարեկան ինչ-որ մի թիվ, կարող է նկատի ունեցել 5 տարվա կտրվածքով ինչ-որ մի թիվ, բայց նա այդ մասին չի խոսում, նրա ուղիղ խոսքն եք մենք լսում, եւ դա է կարեւոր, որ պետական պաշտոնյան պատասխանատու լինի իր ասված ամեն խոսքի համար։ Ես այդ մասին խոսել էի մի կարճ տեսանյութում, որ մեր երկրի եւ մեր ժողովրդի մեծագույն խնդրեմը արժեքային այն դեգրադացիան է, երբ մարդիկ իրենց ասած խոսքի եւ արած գործի համար պատասխանատվություն չեն կրում եւ բերում են հազար ու մի տափակ հիմնավորումներ ու ժողովուրդը այդ կուտը ուտում է։ Սա է մեր մեծագույն խնդրեմը։ Եթե լիներ հաշվետվողականություն, պատասխանատվություն եւ ժողովրդի քաղաքական գիտակցությունը լիներ այնպեսին, որ երբեք զոհ չդառնալ այդ ողմակային, թե ում ես դու պաշտպանում տրամաբանությանը, մենք կունենայինք բոլորովին այլ երկիր։ Կարող եմ բերել այլ օրինակ։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ հարկերը ավելացել են, պետական բյուջեի եկամուտները ավելացել են հսկայական թվով, միլիարդներով։ Եվ նա ասում է, տեսեք, այդ միլիարդները գնացել են ասֆալտապատմանը եւ մանկապարտեզ սարքելու։ Որ օրինակ շատ քննարկվում է գույքահարկի բարձր լինելու կամ չլինելու հարցը։ Ես բոլոր դեպքերում ասում եմ եւ հիմա էլ ուզում եմ ասել, հրապարակային էլ եմ ասել, որ բոլոր այն քաղաքացիները կամ գյուղացիները, գյուղում ապրող մարդիկ, մանավանդ այն գյուղերում, որտեղ մենք մանկապարտեզ ենք կառուցել, փողոցներ ենք